թեմաների հետ կապված ձեր խոսքը լսենք եւ այսպես տեսանք ինչպես խայտարակվեցին ըստ էության այս իշխանության ներկայացուցիչները Փաշինյանի գլխավորությամբ Հովանավանքում, խնդրեմ այս մասով ձեր խոսքը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ եւ առաջ, այո, ամենակարևոր իրադարձությունը, որի մասին ամենամեծ պղծությունը, որի մասին պետք է խոսել, դա Հովանավանքում տեղի ունեցողն է։ Եվ այդ Տեր Արամը, ով բազմիցս համացանցում են համեմատել եւ ասել, համ ես նմանեցնում եմ շատ իրեն այն կերպարին ֆիլմի մեջի, որում մարմնավորվում է Հուդան, ինքը շատ նման է այդ կերպարին, նույնիսկ այդ Տեր Արամ կոչվածի Ստեփանա, չէ՞ դրա անունը։ Այդ անձնավորության վրա չի սազում նրան նույնիսկ այդ եկեղեցական հագուստը, որով որ ինքը կեղծ պատարակ էր անցկացնում, պղծելով եկեղեցական օրենքները, պղծելով բոլոր այն կարմիր գծերը, որոնք հնարավոր է անցնել։ Ուրեմն նախ եւ առաջ Տեր այդ Արամի պատարակ անցկացնողների թվում էր մի այլ կարգալույծ եղած փիլոնազրկված հոգևորական, ով Facebook-ում այնպիսի հայտարարություններ անում, այնպիսի ստատուսներ է գրում, որի մեջ բացառապես հայհոյանքներ են։ Հայհոյանքներ, որոնք ես հիմա նույնիսկ կամաչեմ արտաբերեմ այս եթերի ժամանակ, հայհոյանքներ, որոնք հարիր չեն հոգևորականին, եւ ինչքանն էլ որ պետք է ասեմ հետաքրքիր է, չնայած հետաքրքիր ու զարմանալի բան չկա, ամբողջ իշխանական, փաշինյանական, չգիտեմ, նրա աջակիցները, նրա կառավարության անդամները, նրա մանկլավիկներն էին մասնակցում այդ կեղծ պատարակին, fake պատարակին։ Դրանց շփումը լրագրողների հետ, այն հոգևորականի հետ, ով իրականում պետք է պատարակը անցկացներ, ում չթողեցին գնար առաջ։ Այդ մարդիկ կապ չունեն քրիստոնեության հետ, կապ չունեն եկեղեցու հետ։ Նրան ասում են, դու գիտես պատարակի ինչա, ոնց որ Զորաբյան Արան էր, ոնց որ հոգևորականի հետ փորձում անցնել դեպի Հովանավանքի կողմ, եկեղեցու կողմ։ Այդ քաղաքացուն, այդ Հովանավանքի բնակչին, ով ասում է, որ ժողովրդի համար հենա պատարակ անում, էլի առանց հասկանալու, որ դա կարգալույծ փիլոնազրկված հոգևորական է Տեր Արամը եւ եկեղեցական օրենքներին դեմ է, որ ինքը անցկացնի պատարակ, անցկացնի թաղման արարողություն, անցկացնի հարսանիք, կնունք, որովհետեւ նախ ինքը չի կարողանալու փաստաթուղթ տալ, որին ի պատասխան միշտ ասում է ինձ այդ հարցը մի տվեք, էլի, այսինքն ոնց չտանայի Հուդա, դու մարդ ես ամուսնացնում ու դրա փաստաթուղթը վկայականը չես կարա տաս, այսինքն դա կեղծ է, դու կնունք ես անում, որի վկայականը չես կարա տաս, դու այսինքն ինչ է նշանակում դրանից իմ հետ մի խոսացեք, այն մարդիկ էլ ովքեր գնում են այդտեղ հավատացյալ չեն, թքած են ունեցել միշտ հավատքի ու եկեղեցու վրա, այդ մարդկանց խոսելաձևից, այդ մարդկանց մոտեցումներից հասկանում ես, որ նույնիսկ տարական, մանկական աստվածաշունչ չեն կարդացել իրանք, որովհետև իրանց ասում են պատարակը գիտեք ինչն, ասում է Աստծո խոսքը մեզ հասցնելն է, ասում է դե թող Տերը հիմի Աստծո խոսքը մեզ հասցնի, ինձ Տեր Արամը պատարակ անի, հասկանում եք սա խայտարակությունն է, սա 21-րդ դարի հայ ժողովրդի, հայ ազգի, հայ եկեղեցու խայտարակությունն է, նաև այս ամենի համար մեղավոր է եկեղեցին, այս ամենի համար մեղավոր են բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարեն, բայց ձեռքները ծալած նստած են, եւ եկեղեցին էլ կոշտ չի արձագանքում, եկեղեցու հետևորդներն էլ եւ ես էլ եմ դրա մեջ մտնում, եկեղեցու հայ առաքելական քրիստոնեական սուրբ եկեղեցու հետևորդ եմ եւ մենք բոլորս ձեռքներս ծալած նստած ենք, ոչինչ չենք անում հակադարձելու եկեղեցու դեմ արշավին, մեր հայրենիքի վաճառքը կանխելուն, այս պղծություններին ու այս ամենին։ Ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնք ապօրինաբար են ձերբակալված, առաջի մի քանի օր առաջ ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին, Դավիթ Համբարձումյանին 6 ու 3 տարի, չէ, 6 տարի 3 ամիս կալանք են արդեն որոշում են կայացրել, այսինքն բոլոր այն մի քաղաքապետին Վոլոդյային, ում շատ սիրում հարգում էինք, սպանեցին նիկոլականները, այսինքն այն մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բան փոխեին, Սամվել Կարապետյանը, Սրբազանները, Վարդան Ղուկասյանը,
Դավիթ Համբարձումյանը, բոլոր Նիկոլին հաղթած քաղաքապետերը եւ առաջնորդները ձերբակալված են, մեկը սպանված է, իսկ չգիտեմ, մնացածը արդեն եկեղեցին որպես ինքնին Նիկոլի դեմ պայքարող կառույց զրպարտություններ են եկեղեցու դեմ անում, կեղծ տեսանյութեր են սրբազանների մասին հանում, մեկը Արշակ Սրբազանի մասին տեսանյութը, որը պարզից պարզ երևում է, որ արհեստական բանականությունով սարքած է եւ ինչ-որ մի տեսանյութի ինչ-որ գործողություններ է ավելացրած։ Ես անձամբ Արշակ Սրբազանին ճանաչում եմ եւ դրան 1% մոտ պահվածք չեմ համարում, որովհետեւ ինքը մեր եկեղեցու հայ առաքելական քրիստոնեական սուրբ եկեղեցու ամենաբարձր դիրքերում կանգնած հոգևորականա Սրբազանը միշտ իր պահվածքով ուսուցանել է մեզ թե ինչպեսին պետքա լինի եկեղեցին, թե եկեղեցական օրենքները եւ կանոնները, թե հայրենասիրությունը եւ այս սրբապղծությունների վերջը պետքա Նիկոլին հարված տալով քաղաքական օրենքի սահմաններում հարված տալով վերջ դնել, որովհետև Նիկոլ Փաշինյանը չունի կարմիր գծեր, վաղը մյուս օրը վեհապարի մասին ինչ-որ տեսանյութ կեղծ կհրապարակեն, մնացած այլ հոգևորականների մասին կհրապարակեն, մեր մասին կհրապարակեն, մնացածի մասին կհրապարակեն ու այսինքն ինչ Նիկոլ Փաշինյանը պետքա զրպարտի բոլորին եկեղեցուց սկսած կալանավորի սպանի, վերջում էլ ասի, որ 1 տարի 8 ամիս երկրում մեր սահմանների սպանություններ չեն լինում։ Կներեք էլի եկեղեցու թեմայով, բայց երեք դա ցուցիչ է, չէ՞, որ այնտեղ մարդ համարյա չկար, են իր պատկերացած այդքան մարդիկ։ Դրանք ովքեր էին այդտեղ մարդիկ։ Հերթով ասենք, ինչ որ կիներ ով դպրոցի տնօրեն էր Նիկոլի նշանակած։ ԿՊԱ-ական ավականու անդամ։ ԿՊԱ-ական ավականու անդամ էր Արծրուն Հովհաննիսյանն էր, ով լրագրողների ես զարմանում եմ, այդպես մարդը ոնց կարա ապրի, որտեվ ինքը Նիկոլ Փաշինյանից ավելի վատ մարդ է իմ համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք է դարել, որպեսի պատերազմի ժամանակ խաղա զինվորների, հարազատների եւ ծնողների եւ մեր բոլորիս հույզերի հետ։ Այ Արծրուն Հովհաննիսյանից բացի այնտեղ ինչ որ մի հատ գոմիկ էլ կար, ով արցախցիներին եւ արցախահայերին, Արցախը ատում էր եւ TikTok-յան տեսանյութերում միշտ դրա մասին խոսելա, հետո բերանը ջարդեցին, սկսեց չխոսալ, բայց այդ նիկոլականն էլ էր երեք այնտեղ էին բազմաթիվ կառավարության անդամներ, այնտեղ էին ոստիկաններ, ովքեր նույնպես անաստված են, չէին թողում, որպեսի եկեղեցու հովիվը, եկեղեցու հոգևորականը գնա պատարակ անցկացնի եւ ապահովում էին կարգալույծ եղած անձնավորության բնականոն պատարակի, կեղծ պատարակի անցկացման ընթացքը։ Այսինքն մեր երկրում Նիկոլ Փաշինյանն է որոշում, որն է օրենքը, որն է օրենքի մեջ, որն է օրենքի, մեր երկրում օրենքով մարդ են սպանում նիկոլականները ու չեն պատժվում։ Մեր երկրում Նիկոլը կանգնում ասում է, որ 1 տարի 8 ամիս մեր սահմանները խաղաղ եւ մենք զոհ չունենք, բայց ոնց է մեր երկիրը խաղաղ, ոնց մենք զոհ չունենք, որ մեր երկրում օրը 5-6 սպանություն ալնում, մարդ են վառում, մարդ են դանակահարում, եկեղեցու մեջ մարդ են մորթում, Արամուս գյուղում տանում են կինու մարդ են մորթում, կրակում վրեքը գնում, ուրիշ կինու մարդ են մորթում, դեն երկու աղբերները ընդ են կախվում, համայնքապետին ընդ են կրակում, պատասխան չեն տալիս, չի բացահայտվում գործը, ու այս մարդիկ էլ խոսում են հոկտեմբերի 27-ից, խոսում են մարտի 1-ից, կստացի, որ այսօր հոկտեմբերի 27-ն է, Նիկոլ Փաշինյանը վերջ ինչ պարզեց, Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մնացած այդ անմեղ զոհերի սպանության մեղավորը ովքեր են, եթե իրանք միշտ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, նախկիներին, հիմա էլ իրանք իշխանության են, բախի չեն բացահայտում պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, գիտեք ինչի, որովհետեւ հենց այն աշխարհակաղակական կենտրոններն են կազմակերպել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի սպանությունը, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանին մեջք են տալիս, թև են տալիս ու this guy that guy են ասում ու խայտարակ են իրան անում ու իրանից վերցնելու են ամենը ինչ իրանց պետք է եւ եթե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը այդ սպանությունների հետ կապ ունեն, այնինչը ցնդաբանություն է, որովհետեւ Վազգեն Սարգսյանը եղել է նրանց ընկերը։
Հիմա Նիկոլը կբացահայտեր, բարձր կգոռար, կբանտարկեր մարդկանց, կասեր, այ էսա գործը բացահայտվել է, դուք եք սպանել, չի կարա անի, որովհետև այդ ամենը եղել է անենց, ոնց որ եղել է, այսօր որ Սասուն Միքայելյան ասում էր, որ Վազգենը ողջ լիներ Արցախ այս վիճակին չէր լինի։ Այո, Վազգենի ընկերները, ովքեր ողջ էին, պահում էին Արցախը, եկաք այդ մարդկանց մերժեցիք, եկաք Արցախը հանձնեցիք, հիմա էլ հոխորտում եք եռաբլուրներում ու մնացած տեղերում, որ Վազգենը ողջ լիներ, Արցախը այսօրին չէր լինի, որ Վազգենը ողջ լիներ, մի հատ մեծ այսպես գնդով կթքեր այդ խոսքերը ասողի ճակատին ու ինքը չէր կարողանա թուքը կուլ տար ու սիրտը կկանգներ։ Այ Վազգենը որ ողջ չի, դրա համար էլ դուք կարող եք մեկ կանգնեք հրապարակներից Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար ասել ես հեղափոխությունը Արցախի ազատագրական պայքարից ավելի կարևոր էր, հետո պատերազմի վաղ լինելով կռված տղա գնալ ինքդ քեզ ոտից կարակել հետ գալ որ չսատկես, հիմա էլ Վազգենի անունները տալ։ Այո, իհարկե, որ Վազգենը ու մնացած այն մարդիկ ողջ լինեին, նախկին իշխանությունները լինեին իշխանության, դուք չէիք կարա սենց թփրտայիք, չէիք կարա մի տարի Արցախը համարեիք Թուրքինը, որտեվ ձեզ տենց է պետք։ Մյուս տարի գայիք ասեիք, որ Վազգենը ողջ լիներ, Արցախը այսօրին չէր լինի։ Սա աբսուրդ է, սա պարզապես, չգիտեմ, խեղկատակություն է եւ խայտարակություն է այս ամենի, ինչ մեր երկրում տեղի է ունենում, սա հավատացյալ ժողովրդի, սա իրական հայ ժողովրդի հայրենասեր մարդու դեմ տարվող հոգևոր պայքար է, որ մարդը քնից վեր կենա, տենա որ եկեղեցում կարգալուց եղած տերտերը պատարակ անում, եկեղեցի գնալը չգա, կեղծ տեսանյութեր եք հրապարակում, որ քրիստոնյա հավատացյալ մարդը ասի մեր սրբազանները այս սենց են, ուրեմն Նիկոլը ճիշտ է, ամեն օր սպանություն է լինում, դուք կանգնում ասում եք մի տարի 8 ամիսա մեր երկիրը խաղաղ է, բա որ մեր երկիրը խաղաղ է, բա ուր են ջերմուկի գրաված տարածքները օկուպացված, հա այդ տղա Նիկոլ ասում է իր Արցախը տանք թուրքերին, մեր տարածքների օկուպացված հարցերը լուծենք, բախի չես լուծե, բա Սևնիճը ուր է, որ հիմա թուրքերի մոտ ախի, մեր մոտ չի, բա ուր են են բոլոր տարածքները, որ պատերազմից հետո աղբերներդ գալիս էին գրավելով, դու ասում էիր, որ զինվորը թուրքի վրա կրակի 25 տարի պետք է նստի, զինվորներն են ինձ դրա մասին ասել, որ 7-8 հոգով գալիս էին 40-50 գյումրեցի զինվոր էին գերի վերցնում, բա հիմա ուր են այդ հողերը, բա որ Սուրեն Պապիկյանը ասում է մենք այնց զենքեր ենք նորավոճ նանոտեխնոլոգիաներին համապատասխան 25 թվականի այնց զենքեր ենք առնում, որ բացառապես մեր անվտանգությունը կարա ապահովի։ Բախի չեք ապահովում մեր տարածքների ինքնիշխանությունը, բախի չեք ապահովում են քառակուսի կիլոմետրերը, որ սահմանադրությունով Արցախը չհաշված պատկանում է Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդին։ Բախի չեք անում արա էդի, թե ձեր մոտ մենակ խոսալով է։ Պետքա ժողովուրդը հասկանա, որ եկեղեցին պղծում են, որ կրոնական, քրիստոնեական միասնություն չլինի Նիկոլի դեմ։ Պետք է հասկանա, որ այս սպանությունները մայրաքաղաքում եւ մայրաքաղաքից դուրս լինում է, որպեսի վախի մթնոլորտ պահպանվի մեր երկրում, որ մարդիկ նույնիսկ խոսալուց վախենան խոսան, որ կարան մտածեն հաջորդը իրանք կարան լինեն, որովհետեւ օրը ցերեկով մարդկանց գնդակահարում են, դանակահարում են, մորթում են եկեղեցու մեջ։ Այս ամենը Նիկոլը կազմակերպում է նրա համար, այս սուտ խոսակցությունները, որ առաջիկայում ընտրությունները փորձի այն մարդկանց, ովքեր մի փոքր հələ իրեն հավատում են, որ այն մարդկանց, ովքեր կրթություն չունեն, ովքեր հեշտ են մանիպուլացվում, ովքեր ուղեղները հեշտ է լվանալ, նորից խափի եւ գա իշխանության։ Իսկ մեր խնդիրը կայանում է նրանում, որ այս պղծությունների, այս ստախոսությունների, այս հայրենավաճառության դեմը առնենք, որովհետեւ իսկականից բանը բանից անցել է, բոլոր կարմիր գծերը այս իշխանությունները անցել են եւ ես պետքա ամեն հաղորդման ժամանակ խնդրում եմ մեր ժողովրդին, անհատապես յուրաքանչյուրին, կլինեն կուսակցական, կլինեն անկուսակցական, հայ մարդուն, հայ մարդկանց խնդրում եմ, որ զգոն լինեն, որ ամեն մեկը իր փողոցում, իր բակում, իր հարևանների մոտ լուսաբանի Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները, պղծությունները, Նիկոլ Փաշինյանի խաբեությունները, դավաճանությունները եւ հայրենավաճառությունը, որ առաջիկա ընտրությունների ժամանակ, որովհետեւ միջով ընտրություններ չի էլ երևում, որ ինչ որ բան կարա լինի, որ առաջիկա ընտրությունների ժամանակ գոնե Նիկոլ Փաշինյանը չհաղթի, բայց եթե մենք ընտրությունների վրա մեր հույսը դրեցինք, նաեւ
պետքա փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Նիկոլ Փաշինյանը արտաքին հզոր աջակցություն ունենալու են մարդկանց կողմից, ովքեր շահագրգռված են այդ միջանցքային խաղաղությամբ ճակերտների մեջ եւ Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններին վերընտրվելու է։ Դրա համար պետքա մինչեւ այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հարցերը լուծել օրինական բողոքի, ժողովրդի արդարացի բողոքի դաշտում։ Միայն այդ կերպով կարելի է Նիկոլ Փաշինյանից ազատել մեր սուրբ եւ բազմադարյա քրիստոնյա հայրենիքը։ Շնորհակալ եմ։ Նաև ես կուզեմ անդրադառնալ այս, որ հոկտեմբերի 27-ն է այսօր, ըստ էության այն ինչ հաջողվեց 2008-ին, այս հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին հաջողվեց հաջորդիկ ու եկան այս իշխանությունները եւ մենք այս աղետը այսօր ունենք, կորսված Արցախ, Զանգեզուրի միջանցքը հանձնված, այս սպասվող աղետները, այս մասով եւ Անահիտ Բախշյանն է բողոքել այս իշխանություններից, որ չեն բացահայտում հոկտեմբերի 27-ը։ Խնդրեմ այս մասով։ Ես Անահիտ Բախշյանի բողոքները ինձ չի հետաքրքրում, որովհետև ինքը այս իշխանությունների աջակից է, ինքը Նիկոլ Փաշինյանի սիրահար է, ինքը իր ամուսինն էլ է եղել այդ մահացողների մեջ եւ ինքը իր ամուսնու համար կարա ինչ-որ մի դրվագով բողոքի, որ չի բացահայտվել զուտ անձնական շահ ունենալով, բայց Անահիտ Բախշյանը պարբերաբար միշտ աջակցել է Նիկոլ Փաշինյանին, այս իշխանություններին, միշտ գովել է, միշտ իրանց կողմն է եղել, հիմա ինչ խնդիր կա, բա թող պետքա չբացահայտվի, բա Նիկոլ Փաշինյանն է իշխանության ոնց կարա դա բացահայտվի։ Ես անդրադարձա հոկտեմբերի 27-ին եւ ասացի, որ այն մարդկանց, ովքեր պատվիրել են որպեսզի սպանեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին, այդ մարդիկ հիմա Նիկոլ Փաշինյանի մեջքն են, ինչի մասն է խոսքը։ Ոնց կարա Նիկոլ Փաշինյանը բացահայտի այն սպանությունը, որը իր հովանավորներն են կազմակերպել։ Կամ էլի եմ ասում, եթե այդ սպանությունները կազմակերպած լինեին նախկինները, իրանց սիրած բառով ասեմ, այդ նախկինների բացահայտելը շատ հեշտ կլիներ եւ նրանց պատասխանատվության ենթարկելն էլ հեշտ կլիներ եւ այնուամենայնիվ եթե չկան բացահայտումներ եւ դրանից ոչ մեկ չի խոսում, ուրեմն նախկինները դրա հետ կապ չունեն, որովհետեւ լոգիկայով եթե նախկինները կապ ունենային, Նիկոլ Փաշինյանը այնպես վայնասուն կբարձրացներ մի րոպեվա մեջ, այնպես բաներ կհրապարակեր, որ մենք բոլորս կիմանայինք թե ով է պատվիրատուն, ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։